Եթե այս խաչը կարողանար խոսել, շատ ուշագրավ արկածներ կպատմեր։ Պատմությունը սկսվում է Բաղդադի հայ եկեղեցուց, որտեղից հափշտակվելուց հետո արծաթյա խաչը առեղծվածային կերպով հայտնվել է Ֆլորիդայի լոմբարդներից մեկում։ Լոմբարդի հետաքրքրասեր աշխատակիցը կապել էր Տեխասի համալսարանի լեզվագետներից մեկի հետ, խնդրելով թարգմանել խաչի ետևում գրվածը։ Այդպես պրոֆեսորը կապվեց Միհրան Արոյանի հետ։ Նրան խնդրեցի ինձ էլեկտրոնային փոստով ուղարկել խաչի լուսանկարները։ Դրանք տեսնելով ինձ համար ակնհայտ դարձավ, որ խաչը հայկական է։ Բայց ընդամենը սովորական հայկական խաչ չէր։ Սարգսակյան Նարեկ Կարապետյանը Նյու Յորքի հայկական եկեղեցուց եկել էր Տեխաս։ Հստակ ասում էր, որ այս խաչը Սերոբ Օհանյանի նվերն էր Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցուն 1945 թվականին Բաղդադում։ Ճակատագրի բերումով Կարապետյանի հայրը Իրաքից էր եւ ճանաչում էր խաչը նվիրող ընտանիքին։ Այդ պատճառով իսկույն կապվեցի Միհրանի հետ եւ ասացի, որ պետք է գնենք խաչը։ Միհրանը կապվեց հնավաճառի հետ Ֆլորիդա եւ առաջարկեց այն ուղարկել Օսթին։ Ես աշխատակցին ասեցի, որ դա հայկական խաչ է, որը գողացվել է Բաղդադի հայկական եկեղեցուց, եւ մենք ուրախ կլինենք ձեռք բերել խաչը։ Եւ ճիշտ ժամանակին խաչի գնորդ չկար եւ պատրաստում էին այն հալեցնել ու իրացնել որպես արծաթի հումք։ Աստծո կամքն էր, որ խաչը գտնվեր ու վերադարձվեր Բաղդադ։ Մինչև հիմա չգիտենք, թե խաչն ինչպես է Իրաքից եկել Ֆլորիդա զուգադիպությամբ տեղի հայկական եկեղեցում, շաբաթօրյա ժամերգությունը տուն վերադարձած կորուսյալ գարան մասին էր։ Թեև խաչը փոքրիկ արծաթյա պարագա է, այն մեծ նշանակություն ունի հայերի համար։ Շատ ուրախ ենք, որ այս կարևոր գործի մի մասը կազմեցինք։ Մի գործ, որը շատերը կհամարեին Աստծո նախախնամություն։